Ավետարան ըստ Հովհաննեսի, գլուխ 18 Հիսուսի մատնությունը և ձերբակալությունը։ Այս մասին գրված է նաև Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի ավետարաններում։ Կկարդանք բոլորը միասին, որպեսզի ընդհանուր պատկերացում ունենանք այս հատվածի մասին։ Հիսուսն այս ասելուց հետո իր աշակերտների հետ ելավ գնաց Կեդրոնի ձորի մյուս կողմը։ Այնտեղ մի պարտեզ կար, ուր մտան ինքն ու իր աշակերտները։ Հուդան, Հիսուսին մատնողը, նույնպես գիտեր այդ տեղը, որովհետև Հիսուսն ու իր աշակերտները շատ անգամ էին այդտեղ հավաքվել։ Եվ Հուդան, իր հետ վերցնելով զինվորների գունդն ու տաճարի պահակներին, որոնց իրեն տվել էին քահանայապետերն ու փարիսեցիները, ջահերով, լապտերներով ու զենքերով եկավ այնտեղ։ Արդ Հիսուսը իրեն սպասվող այդ ամենն իմանալով գնաց և նրանց հարցրեց. «Ո՞ւմ եք փնտրում»։ Նրան պատասխանեցին. «Հիսուս Նազովրեցուն»։ Հիսուսը նրանց ասաց. «Ես եմ»։ Նրանց հետ էր նաև Հուդան, նրան մատնողը։ Հենց որ նրանց ասաց «Ես եմ», նրանք հետ գնացին ու ընկան գետնին, և դարձյալ նրանց հարցրեց. «Ո՞ւմ եք փնտրում»։ Նրանք ասացին. «Հիսուս Նազովրեցուն»։ Հիսուսը պատասխանեց. «Ձեզ ասացի, ես եմ, արդ եթե ինձ եք փնտրում, թույլ տվեք նրանց, որ գնան, որպեսզի կատարվի այն խոսքը, որ ասում էր. «Նրանց, ում տվեցիր ինձ, նրանցից և ոչ մեկին չկորցրի»։ Իսկ Սիմոն Պետրոսը, որ սուր ուներ, քաշեց այն, քահանայապետի ծառային խփեց և նրա աջ ականջը կտրեց։ Ծառայի անունը Մաղքոս էր։ Հիսուսը Պետրոսին ասաց. «Սուրդ պատյանի մեջ դիր, միթե չպիտի խմեմ բաժակը, որ հայրն ինձ տվեց»։ Այդժամ զինվորների գունդը, հազարապետն ու հրեա պահակները բռնեցին Հիսուսին ու կապեցին։ Նախ նրան բերեցին Անասի մոտ, որը Կայիափայի այդ տարվա քահանայապետի աներն էր։ Սա այն Կայիափան էր, որ հրեաներին խորհուրդ տվեց, թե ավելի լավ է ժողովրդի համար մեկ մարդ մեռնի։ Այժմ ընթերցենք Մատթեոսի ավետարանից այս նույն հատվածը և տեսնենք այստեղ ինչ լրացումներ կան։ Հիսուսի մատնությունը և ձերբակալությունը։ Հիսուսը դեռ խոսում էր։ Ահա եկավ Հուդան, 12-ից մեկը, և նրա հետ սրերով ու մահակներով զինված մի մեծ ամբոխ, քահանայապետների ու ժողովրդի ծերերի կողմից ուղարկված։ Հիսուսին մատնողը նրանց նշան էր տվել, ասելով՝ ում համբուրեմ, նա է, նրան բռնեք։ Նա իսկույն մոտեցավ Հիսուսին ու ասաց. «Ողջույն, վարդապետ», և համբուրեց նրան։ Հիսուսը նրան ասաց. «Ընկեր, հանձնարարությունդ կատարիր»։ Այդ ժամանակ մոտեցան, Հիսուսին բռնեցին ու ձերբակալեցին։ Եվ ահա Հիսուսի հետ եղողներից մեկը ձեռքը մեկնեց, հանեց իր սուրը և հարվածելով քահանայապետի ծառային, ականջը կտրեց։ Այդ ժամանակ Հիսուսը նրան ասաց. «Սուրդ տեղը դիր, որովհետև բոլոր սուր վերցնողները սրով պիտի կորսվեն։ Թե կարծում ես չեմ կարող աղաչել իմ հորը, որ հիմա ինձ հրեշտակների ավելի քան 12 գունդ ուղարկի։ Բայց ինչպես կիրականանա սուրբ գիրքը, թե այդպես պետք է լինի»։ Եվ այդ ժամանակ Հիսուսն ամբոխին ասաց. «Սրերով ու մահակներով դուրս եք ելել ինձ բռնելու, ինչպես մի ավազակի։ Ամեն օր ձեզ մոտ տաճարում նստում էի և ուսուցանում, և ինձ չձերբակալեցիք, բայց այս ամենը եղավ, որպեսզի իրականանան մարգարեների գրվածքները»։ Այդ ժամանակ բոլոր աշակերտները նրան թողեցին
ու փախան։ Իսկ նրանք բռնեցին Հիսուսին, տարան Կայիափա քահանայապետի մոտ, որտեղ դպիրներն ու ծերերն էին հավաքվել։ Պետրոսը հեռվից նրան հետևեց մինչև քահանայապետի պալատը եւ ներս մտնելով նստեց սպասավորների հետ տեսնելու, թե ինչ է լինելու։ Քահանայապետները եւ ամբողջ ատյանը Հիսուսի դեմ սուտ վկայություն էին փնտրում, որպեսզի նրան սպանեն, եւ չէին գտնում, չնայած որ բազում սուտ վկաներ էին եկել։ Վերջապես երկու հոգի մոտեցան եւ ասացին. «Սա ասում էր, ես կարող եմ Աստծո տաճարը քանդել եւ 3 օրում կառուցել»։ Քահանայապետը վեր կացավ ու ասաց նրան. «Ոչինչ չես պատասխանում, դրանք քո դեմ ինչ են վկայում»։ Հիսուսը լռում էր։ Քահանայապետը պատասխանեց ու նրան ասաց. «Կենդանի Աստծով եմ քեզ երդվեցնում, որ մեզ ասես, թե դու ես Քրիստոսը, Աստծո որդին»։ Հիսուսը նրան ասաց. «Դու ասացիր, սակայն ասում եմ ձեզ, այսուհետև կտեսնեք մարդու որդուն նստած զորության աջ կողմում եւ երկնքի ամպերի վրայով գալիս»։ Այդ ժամանակ քահանայապետը պատռեց իր զգեստները եւ ասաց. հայհոյեց. «Մեզ էլ ինչ վկաներ են պետք։ Ահա հիմա լսեցինք նրա հայհոյանքը, ձեզ ինչ է թվում»։ Նրանք պատասխանեցին ու ասացին. «Մահապարտ է»։ Այդ ժամանակ թքեցին նրա երեսին եւ բռունցքներով հարվածեցին նրան, ոմանք էլ նրան ապտակեցին ասելով. «Մարգարեացիր մեզ, Քրիստոս, ո՞վ է նա, որ հարվածեց քեզ»։ Այժմ կարդանք Մարկոսի ավետարանը, այս նույն հատվածը։ Հիսուսի մատնությունն ու ձերբակալությունը։ Եվ շուտով, երբ նա դեռ խոսում էր, եկավ Հուդան 12-ից մեկը եւ նրա հետ կար սրերով ու մահակներով զինված մի ամբոխ, ուղարկված քահանայապետների, դպիրների ու ծերերի կողմից։ Նրան մատնողը նրանց նշան էր տվել եւ ասել. «Ում համբուր եմ, նա է, նրան բռնեք ու զգուշությամբ տարեք»։ Հուդան իսկույն եկավ, մոտեցավ նրան ու ասաց. «Ռաբբի, Ռաբբի», եւ նրան համբուրեց։ Նրանք բռնեցին Հիսուսին ու ձերբակալեցին նրան։ Ապա նրան մոտ գտնվողներից մեկը սուրը քաշեց, զարկեց քահանայապետի ծառային եւ նրա ականջը կտրեց։ Հիսուսն ասաց նրանց. «Սրերով ու մահակներով իմ դեմ ելաք որպես ավազակի, որ ձերբակալեք ինձ։ Ամեն օր ձեզ մոտ էի, ուսուցանում էի տաճարում եւ ինձ չձերբակալեցիք, բայց այսպես եղավ, որպեսզի կատարվեն գրվածքները, եւ ամենքը նրան թողեցին ու փախան»։ Մի երիտասարդ էր նրա հետևից գնում, մերկ մարմնին սավան փաթաթած։ Նրան բռնեցին, իսկ նա սավանը թողեց ու մերկ փախավ նրանցից։ Եվ Հիսուսին քահանայապետի մոտ տարան, եւ բոլոր քահանայապետները, ծերերն ու դպիրները այնտեղ էին հավաքվել։ Պետրոսը հեռվից նրան հետևելով գնաց մինչև քահանայապետի պալատի գավիթի ներսը, սպասավորների հետ նստել էր այնտեղ եւ կրակի մոտ տաքանում էր։ Քահանայապետերն ու ամբողջ ատյանը Հիսուսի դեմ որևէ վկայություն էին փնտրում, որ նրան սպանեն, սակայն չէին գտնում։ Շատերն էին նրա դեմ սուտ վկայություն տալիս, բայց վկայությունները չէին համընկնում։ Ոմանք վեր կացան նրա դեմ սուտ վկայելով, ասացին. «Մենք նրանից լսեցինք, որ ասում էր. ես այդ ձեռակերտ տաճարը կքանդեմ ու 3 օրում մեկ ուրիշը անձեռակերտը կկառուցեմ»։ Սակայն նրանց վկայությունները չէին համընկնում։ Ապա քահանայապետը մեջտեղում կանգնելով Հիսուսին հարցրեց. «Ոչինչ չես պատասխանում, նրանք քո դեմ այսինչ են վկայում»։ Իսկ նա լռում էր ու ոչինչ չէր պատասխանում։ Քահանայապետը կրկին նրան հարցրեց.
Դու ես Քրիստոսը, օրհնյալ Աստծու որդին։ Հիսուսը պատասխանեց. Ես եմ։ Եվ դուք պիտի տեսնեք մարդու որդուն նստած զորության աջ կողմում և երկնքի ամպերով գալիս։ Քահանայապետը իր պատմուճանը պատռելով ասաց. այլևս կարիք ունեք վկաների, դուք լսեցիք հայհոյությունը, ձեզ ինչպես է թվում։ Եվ բոլորը դատապարտեցին նրան, հանցավոր է և պետք է մահապատժի ենթարկվի։ Ոմանք սկսեցին թքել նրա վրա, երեսը ծածկել ու բռունցքով նրան հարվածել և հարցնել. Մարգարեացիր մեզ, ով քեզ խփեց։ Սպասավորները ևս ապտակում էին նրան։ Հիմա կարդանք Ղուկասի ավետարանի այս նույն հատվածը։ Տեսնենք այստեղ ինչ լրացումներ կան։ Հասկանալու համար պետք է շատ ուշադիր լսել։ Հիսուսի մատնությունը և ձերբակալությունը։ Մինչ նա խոսում էր, հայտնվեց մի ամբոխ, և Հուդա կոչվածը, այն 12-ից մեկը, առաջնորդում էր նրանց, և մոտեցավ Հիսուսին, որ համբուրի նրան։ Հիսուսը նրան ասաց. Հուդա, մարդու որդուն, համբուրո՞վ ես մատնում։ Երբ նրա հետ եղողները տեսան, թե ինչ է լինելու, նրան ասացին. Տեր, սրով զարկե՞նք։ Նրանցից մեկը քահանայապետի ծառային զարկեց ու նրա աջ ականջը կտրեց։ Հիսուսը պատասխանեց. Թողեք, եղածը բավ է։ Եվ նրա ականջին դիպավ ու բժշկեց նրան։ Հիսուսն իր վրա եկած քահանայապետներին, տաճարի իշխանավորներին ու երեցներին ասաց. Սրերով ու մահակներով, ինչպես մի ավազակի վրա ելաք։ Ես ամեն օր տաճարում ձեզ հետ էի, և ինձ վրա ձեռք չերկարացրեցիք, բայց հիմա ձեր ժամն է և խավարի իշխանությունը։ Երբ առավոտ եղավ, հավաքվեց ժողովրդի ծերակույտը, քահանայապետերն ու դպիրները, Հիսուսին իրենց ատյան տարան ու ասացին. Եթե դու ես Քրիստոսը, ասա մեզ։ Եվ նրանց ասաց. Եթե ձեզ ասեմ, դուք չեք հավատա, իսկ եթե ձեզ հարցնեմ, ինձ պատասխան չեք տա։ Բայց սրանից հետո մարդու որդին ամենազոր Աստծու աջ կողմում կնստի։ Եվ բոլորն ասացին. ուրեմն դու ես Աստծու որդին։ Իսկ ինքն էլ նրանց ասաց. Դուք եք ասում, որ ես եմ։ Նրանք էլ ասացին. մեզ էլ ինչ վկայություն է հարկավոր, երբ մենք ինքներս լսեցինք նրա բերանից։